Մեր նամակը ՀՀ գլխավոր դատախազ Տիկին Աննա Վարդապետյանին։ Մենք ուսուցիչներս, ծնողներս, դասընկերներս եւ պարզապես քաղաքացիներս դիմում ենք ձեզ մեծ ցավով եւ անհանգստությամբ։ Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է եւ այս պահին նա գտնվում է հիվանդանոցում։ Նրա կյանքը եւ առողջությունը իրական վտանգի մեջ են եւ բժիշկների մշտական հսկողության կարիք ունեն։ Այս իրավիճակում նրա նկատմամբ կիրառված կալանքը մարդկային տեսանկյունից դառնում է ծայրահեղ ծանր եւ անհանգամանչափ միջոց։ Մենք հավատում ենք, որ այսպիսի հանգամանքներում առաջնային պետք է լինի մարդու կյանքի եւ առողջության պաշտպանությունը։ Դավիթ Մինասյանը բարեխիղճ, կիրթ, պատասխանատու աշակերտ է, որ մշտապես աչքի է ընկել իր դրական վարքով, կրթության նկատմամբ լրջությամբ եւ շրջապատի հանդեպ հարգանքով։ Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը մեծ անհանգստություն է առաջացրել ինչպես դպրոցական համայնքում, այնպես էլ հասարակության լայն շրջանակներում։ Մենք համոզված ենք, որ Դավիթ Մինասյանը հանրային վտանգ չի կարող ներկայացնել եւ արժանի է արդար ու մարդասիրական վերաբերմունքի։ Խնդրում ենք վերանայել նրա նկատմամբ կիրառված կալանքի միջոցը եւ նպաստել նրա ազատ արձակմանը, հաշվի առնելով նրա ծանր առողջական վիճակը եւ ապահովելով արդարության եւ իրավականության սկզբունքների պահպանումը։ Վստահ ենք, որ ձեր կողմից կընդունվի արդար եւ մարդասիրական որոշում, քանի որ արդարադատությունը պետք է առաջնորդվի ոչ միայն օրենքի տառով, այլև խղճի մտոք։ Հարգանքներով Դավիթի ուսուցիչներ, ծնողներ, դասընկերներ, հասարակության ներկայացուցիչներ։ Դուք մեկ անգամ եք այստեղ բողոքի ակցիա իրականացրել դատախազության մոտ օրեր առաջ։ Որևէ արձագանք եղավ դատախազությունից եւ հիմա ինչ սպասելիքներ ունեք։ Աննա Վարդապետյանը արդյոք հաշվի կառնի հայտարարությունը։ Մենք հույս ունենք, որ հաշվի կառնի եւ եթե արձագանք լիներ, հնարավոր է կրկին այստեղ չենք հավաքվի։ Դրա համար հույս ունենանք ամեն դեպքում։ Ըստ այդմ այս նամակի բովանդակությունը շատ չի տարբերվում նաև նամակից, որը հանձնել ենք մարդու իրավունքների պաշտպանին, բայց դե ոչ միտեղից դեռ արձագանք չենք ստացել։ Իսկ այս ընթացքում կարողացել եք տեսակցել Դավիթին։ Ոչ, դրա տեսակցությունները անգամ իր ծնողների համար արգելվում է։ Մեզ այնտեղ պատասխանեցին, որ 30 օրվա ընթացքում դիմումը կնայեն եւ կպատասխանեն, ակնկալիք ունենք մեր ընկերոջ առողջական վիճակից ելնելով ավելի շուտապույտ այդ դիմումին նայեն, պատասխանեն, քանի որ մեզ հայտնի է, որ մեր ընկերը գտնվում է Նայիրի բժշկական կենտրոնի ռեանիմացիայում եւ մեր համար շատ կարեւոր է նրա առողջական վիճակը եւ հույս ունենք, որ ինչքան հնարավոր շուտ պատասխան կստանանք։ Իսկ եթե որևէ արձագանք չլինի կրկին դատախազության կողմից, ինչ քայլեր եք իրականացնելու։ Մենք մեր լրակյաց ակցիաները շարունակելու ենք, փորձելու ենք մաքսիմալ օգնենք մեր ընկերոջը, քանի որ ըստ երևույթի իր առողջական վիճակից ելնելով մենք ցանկանում ենք գոնե տնային կալանք ստանալու մեղմացուցիչ հանգամանք լինելով նրա առողջական վիճակը տնային կալանք պատժամիջոցով, քանի որ մեր ընկերը մեր կարծիքով, սուբյեկտիվ կարծիքով պետք չէ, որ Աբովյանի կամ Արմանվիրիկ լինի կամ նստի։ Մի գրասենյակի մոտ նույնպես դուք ակցիա իրականացրեցիք, այնտեղից արձագանքները ինչպիսին են, եթե ելույթ են։ Արձագանքները հետևյալն են, դիմումը ընդունեցին, վերցրեցին տարան, ըստ երևույթի հետագայում բացրեցին, որ այդ պայդրության մարդու իրավունքների պաշտպանը չէր գտնվում շենքում, դրա պատճառով հանդիպում չտեղի ունեցավ, դրանից հետո ըստ երևույթի ոչ մի արձագանք դեռ չի ստացվել, ստանալուց հետո կտեղեկացնենք։ Այսինքն, եթե որևէ գերատեսչությունից չլինի արձագանք եւ խափանման միջոց կալանավորումը չփոխվի Դավիթի, ձեր ակցիաները դուք շարունակելու եք։ Այո, շարունակելու ենք, մեր ակցիաների ընդհանուր միտքը եւ վերջնակետը կանգնի նրանում, որպեսզի մեր ընկերներին ազատություն տան։